Բարեկամներ, բարեկամներ, ստուդիայում եք Ամեկնուսի Postscriptum հաղորդաշարը։ Եվ այսօր իմ զրուցակիցն է Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, շնորհակալություն պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն հավերի համար։ Այսօր սեպտեմբերի 11-ն է եւ բնականաբար մեր խոսակցությունը իմաստունի սկսել այդ իրադարձություններից 2001 թվականին տեղի ունեցած։ Դուք ապացուցված համարում եք այն պաշտոնական վարկածը, որը գոյություն ունի սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, այսինքն որ կազմակերպել է Ալ-Կաիդան եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա կազմակերպել է Ալ-Կաիդան, իհարկե կան այլ տեսակետներ, որ այլ ուժեր են կանգնած այդ ամենի հետևում, բայց ես հետևելով կառույցի ստեղծման, այնուհետև նրա ակտիվությանը, կարծում եմ, որ Ալ-Կաիդան այդ ժամանակ իզորու էր նման գործողություն իրականացնելու, ինչը մենք տեսանք 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Ես երեք հաղորդում եմ նայում REN-TV-ով, ռուսական քարոզչությունը ընդհանրապես մանավանդ հիմա հակաամերիկյան այդ տրամադրություններով հակված է ասել, որ դա հենց Ջորջ Բուշն է արել, չգիտեմ, փողի համար կամ Աֆղանստանի կամ Իրաքի վրա հարձակվելու համար։ Դուք այդ վարկածը ընդհանրապես ճշմարտանման չեք համարում։ Չէ, իհարկե պետք չի ոչ մի վարկածներ մի կողմ դնել, եւ սա մոտեցման խնդիր է, անշուշտ ես դավադրությունների կողմնակից չեմ, եւ ես ավելի շատ խոսում եմ փաստերով։ Իսկ փաստերը հետեւյալն են, որ նույնիսկ այդ ժամանակ Ալ-Կաիդան արդեն որպես սպառնալիք էր դիտվում շատ փորձագիտական շրջանակների կողմից, բայց օրինակ Միացյալ Նահանգները կարծես չգիտես ինչու այդքան ուշադրություն չէր դարձնում։ Եվ բազմաթիվ են փաստերը, որ նրանք չէին սպասում, որ Ալ-Կաիդան եւ հատկապես Օսամա բեն Լադենը նման գործողությունների կգնա։ Իսկ գործողությունները իհարկե աննախադեպ էին։ Առաջին անգամ Միացյալ Նահանգները հենց իրենց տարածքում ենթարկվեցին նման աննախադեպ ահաբեկչական գործողությունների։ Նման բան երբևիցե Միացյալ Նահանգների հետ չէր պատահել։ Բեն Լադենը սկզբից հերքում էր, եթե հիշում եք, հա, հենց 1-2 ամիս հետո ասեց, չէ, մենք ենք արել։ Ինչու էր այդպես անում։ Ես կարծում եմ նա տրամադրություններն է փորձում հասկանալ, թե ինչ արձագանք ընդհանրապես։ Իսլամական աշխարհում թե ընդհանրապես անշուշտ, որովհետև այդ ժամանակ արդեն նա հանդես էր եկել համընդհանուր ջիհադի կոչերով, այսինքն նա ջիհադական պայքարին տվեց համընդհանուր բնույթ։ Եվ դրանով կարծես նա վերահաստատեց այդ ընդհանուր ջիհադ իրականացնելու այդ գաղափարը։ Ես իհարկե պետք է ասեմ, որ Ալ-Կաիդայի հիմքում, այսինքն այն ժամանակ ծավալված ավանական պատերազմում իհարկե Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետքը կար անշուշտ։ Ստեղծման իհարկե, որովհետև պետք էր որպեսզի ուժեր լինեին, որոնք արդյունավետ պայքարեն խորհրդային զորքերի դեմ։ Անշուշտ դա ստացվեց, բայց Ալ-Կաիդան դուրս եկավ վերահսկողությունից, ինչպես օրինակ հիմա դուրս է գալիս վերահսկողությունից Իսլամական պետությունը, բայց այդ դեպքում Ալ-Կաիդան դուրս եկավ Արևմուտքի վերահսկողությունից, իսկ այս դեպքում Իսլամական պետությունը դուրս եկավ Ալ-Կաիդայի վերահսկողությունից։ Հասկանալի է, ինչ ունենք այսօր։ Իսկ մոտիվացիան հենց այն էր, ինչ Բեն Լադենը հայտարարում, այսինքն Իսրայելը դա վրեժխնդրություն է Իսրայելից, որը սպանում է արաբներին։ Խնդիրը հետեւյալն է, համընդհանուր ջիհադ։ Առաջին թիրախը դա Միացյալ Նահանգներն է եւ արևմտյան օբյեկտները ընդհանրապես աշխարհի որ հատվածում էլ որ լինեն։ Խնդիրը ոչ միայն Իսրայելն, այլև ընդհանրապես եւ մուսուլմանական աշխարհում եւ նրանից դուրս այն արժեհամակարգն է, որը որ հակասում է իսլամական արմատական գաղափարախոսության եւ դրա դեմ պետք է իրականացնել պայքար։ Մինչեւ Օսամա բեն Լադենը, այսինքն մինչեւ յետեղած գաղափարախոսները ավելի շեշտում են մերձավոր թշնամու դեմ պայքարին։ Օսամա բեն Լադենը ավելի խորացրեց հեռավոր թշնամու դեմ պայքարը, այսինքն թիրախներ ընտրվեցին արդեն մուսուլմանական աշխարհից դուրս։ Օրինակ զուգահեռներ տանելով այս օրվա զարգացումներում կտեսնենք, որ իսլամական պետությունը ավելի շատ կենտրոնացած է մերձավոր թշնամու դեմ պայքարին եւ նման հնչեղությամբ ահաբեկչական գործողություններ իհարկե դեռևս չկան։ Միացյալ Նահանգների ներխուժումը, հա, Աֆղանստան, իսկ այնուհետև Իրաք թույլատրել է ահաբեկչության դիրքերը այսօրվա 14 տարվա ուրեմն հեռավորությունից եթե նայենք, կարծես թե ահաբեկչությունը շատացել է, ոչ թե քչացել։ Այդ ժամանակ Ալ-Կաիդային մեծ վնաս հասցվեց։ Ներխուժելով Աֆղանստան, ոչնչացվեցին նրա ռազմական բազաները։ Գրեթե գլխատվեց նրա վերնախավը։ Ալ-Կաիդան դարձավ ցանց։ Դուրս եկան այդ տարածքներից եւ փաստորեն սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ։ Իհարկե նման ռազմական գործողությունները ուղղված Ալ-Կաիդայի դեմ իհարկե թույլատրեց կառույցին եւ դրանով էր պայմանավորված, որ հենց 2000-ականների կեսերին արդեն եւ Իրաքում եւ Աֆղանստանում կոալիցիոն ուժերն էին։ Այդ ժամանակ արդեն սկսեցին խոսել իսլամական արմատական տիրույթում, սկսեցին խոսել
առավել չափավոր պահվածք որդեգրելու տեսանկյունից, այսինքն նման ակտիվությունը եւ նման բռնարարքները հակաքայլ էր ենթադրում, ինչը որ եղավ Աֆղանստանում տալիբական իշխանությունը կորցվեց եւ փորձեր արվեցին ուղղակի առավել չափավոր պահվածքով գոնե պահել այն ինչ ունեն եւ հիմնականում փորձեցին կենտրոնանալ ծայրամասերում եւ հիմնական թիրախներ ընտրել արդեն մուսուլմանական աշխարհից դուրս։ Այսինքն հիմա ահաբեկչությունը ավելի չափավոր է քան 14 տարի առաջ։ Ես կարծում եմ հենց այդ 2000-ականների կեսերի դիսկուրսը փորձ անելով պահել ինչ որ ունեն եւ աստիճանաբար զարգացնել եւ ջիհադական պայքարին ել ավելի մեծ զարգ տալ։ Դա ստացվեց 2010 թվականից հետո։ Եվ հիմա ես կարծում եմ ավելի վտանգավոր զարգացումներ են գնում, ահաբեկչությունները քչացել են մեծ հաշվով։ Նկատի ունեմ ահաբեկչական ակտերը արևմուտքում, ահաբեկչական պատերազմը է գնում մուսուլմանական աշխարհում, անշուշտ, եւ զոհերը անհամեմատ ավելի շատ են։ Ալ-Կաիդան ասացիք գրեթե ոչնչացվել է, իսկ թալիբները չէ, Ալ-Կաիդան չի ոչնչացվել։ Ալ-Կաիդայի ղեկավար շրջանակից դեռևս մարդիկ մնացին, Ուսամա բեն Լադենը ողջ մնաց, Այման Ազավահիրին ողջ մնաց, ղեկավար Ուսամա բեն Լադենը ողջ է։ Ողջ մնաց, երբ 2001-ին սկսվեց ահաբեկչությունը, 2000 ներխուժեցին Աֆղանստան։ Թիրախները իհարկե ղեկավար շրջանակն էր, բայց Ալկաիդան մահացավ 2015-ին։ Այսօրվա դրությամբ անշուշտ Ալկաիդան դեռևս կա, Ալկաիդան դեռևս ակտիվ է, բայց նրա ակտիվությունը ստվերվել է իսլամական պետության կողմից։ Տալիբները կան, անշուշտ կան, նրանք դեռևս գործոն են, նրանք դեռևս ակտիվ են, նրանք դեռևս իրականացնում են ահաբեկչական գործողություններ եւ նրանց հետ կարծես թե հաշվի են նստում։ Որոշակի լատենտային գործընթացներ են գնում, բանակցություններ են գնում, պատանտներ են փոխանակում Միացյալ Նահանգների հետ, այսինքն Աֆղանստանում տալիբները որպես գործոն դիտվում են արևմուտքի կողմից։ Աֆղանստանի մասին, հա, երկու բառով մեր հեռուստատողների համար, դա որքան հասկանում եմ բազմազգի երկիր է, հա, այնտեղ կան եւ տաջիկներ, եւ ուզբեկներ, եւ արաբներ։ Հիմա որ խումբն է իշխող կամ որ խումբը որ մասում է իշխող։ Իշխող դիրքերում են փուշտունները, որոնք որ թելադրում են այսօրվա քաղաքական օրակարգը Աֆղանստանում։ Եվ պարզ է, որ նման ընդհանրապես Աֆղանստանը դարձավ Տալիբները եւ պուշտունները տարբեր բան են, այսինքն տալիբը կարող է լինի չէ, տալիբները դրանք են ուսում ստացած իսլամականներն էին, որոնք որ տալիբական շարժումը դա հենց դեոբանդական դպրոցներում ձևավորված այդ իսլամական շարժումներ, որտեղ որ նրանք ուսում էին ստանում, ծանոթանում էին արմատական գաղափարներին։ Տալիբներն ու պուշտուններն են մեծ հաշվով, էթնիկ կազմով իրենց։ Եվ իսկ նրանց նախագահը պուշտուն է։ Հա, պուշտուն է իհարկե։ Բայց տալիբ չի։ Չէ, տալիբ իհարկե չէ։ Նա չի հարում տալիբական շարժումը։ Հա, պարզ է։ Նաջիբուլան նույնպես պուշտուն էր, չէ՞, սովետի դրած, այսպես ասած, որին կախեցին։ Դե պարզ էր, որ դե Նաջիբուլան սոցիալիստական ճամբարի այսպես դեմքն էր, որին որ պետք էր որ նման ճակատագրի արժանա, որովհետև 1996-ից 2001 թվականը ստեղծվեց տալիբական Աֆղանստանը ուղղակի։ Իսլամական պետության բանակի հիմքը Ալ-Կաիդան է, թե նրանք ուրիշ հիմքեր ունեն։ Չէ, իսլամական պետությունը նախ իսլամական պետությունը Ալ-Կաիդայի բաղկացուցիչ մաս էր մինչև 2013 թվականի ապրիլի ամիսը։ Ստվերվեց, որովհետև հասկացան, որ տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որից կարելի է օգտվել։ Իսկ Ալ-Կաիդան Իրաքում կառույցը, որը, այսինքն իսլամական պետությունից առաջ գործող կառույցը, որը հետագայում վերանվանվեց իսլամական պետություն, բավական ակտիվ էր այս տարածքներում եւ ուներ ազդեցության լծակներ, նաեւ ուներ զորամիավորումներ, դեռևս 2000-ականների կեսերից Իրաքում։ Եվ նրանց հիմա նրանց բանակի կորիզը կազմում են նախկին բաասական զինվորականները, Սադամ Հուսեյնի զինակիցները, այո, եւ նաեւ ղեկավար շրջանակում ռազմական գործողությունների։ Եվ նաեւ իսլամականները աշխարհի տարբեր հատվածներից, որոնք որ գալիս են եւ համալրում են այս կառույցի բանակի շարքերը։ Ազգային կրոնական կազմը իսլամական պետության, նրանք արաբներ են եւ սունիներ են։ Նրանք սունիներ են, որոնք հավատացած են իսլամական արմատական գաղափարախոսությանը, առաջնորդվում են շարիաթ օրենքներով, ստեղծել են ինստիտուտներ իսլամական իրենց կողմից վերահսկվող տարածքներում եւ փաստորեն առաջնորդվելով Բակիեվը թեթամադատ կամ հիմնվել եւ ընդլայնվել սկզբունքով, կարգախոսով հիմնվել են եւ հիմա փորձում են ընդլայնվել։
Սարգիս, տեսեք, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում բռնապետական ռեժիմներ էին, բայց հիմա մենք ասում ենք, ուր էր թե այդ բռնապետական ռեժիմները մնային ավելի խաղաղապար էին մարդիկ, քան հիմա։ Այսինքն բռնապետությունը ավելի լավ է, քան անիշխանությունը եւ իսլամական ծայրահեղությունը։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, գիտեք ինչի, որովհետեւ մենք ծանոթ էինք, հա, ընդհանուր այդ ժամանակ բռնապետական վարչակարգերի ժամանակ տիրող իրավիճակին։ Բայց մենք հիմնականում խոսում էինք հավանաբար խոշոր քաղաքներում տիրող դրամատրություններին, բայց մենք չգիտեինք շրջաններում ինչ է տեղի ունենում։ Եթե լավ լիներ, չեմ կարծում, որ նման տենդենսները շատ արագ գլուխ կբարձրացնեին հենց այդ երկրներում։ Եթե ամբողջը ճնշված լիներ, եթե ամբողջի հարցերը լուծված լիներ շատ վաղուց, նման իսլամական տրամադրությունները գլուխ չեն բարձրացնի։ Իսկ հիմա տարածքներ կան, որ ուղղակի դռները բացում են իսլամականների առաջ, ընդդիմադիրների առաջ, այսպես ասեմ, Սիրիայում թեկուզ եթե վերցնենք, կամ Իրաքում, եւ փաստորեն այլատրանք են դիտում այդ ուժերին ներկայիս վարչակարգերին։ Չէ, հիմա ներկայիս վարչակարգը ոչ Սադամն է, ոչ Կադդաֆին է, չէ, այսինքն վարչակարգը իբր տապալվեց, իբր ավելի դեմոկրատական ինչ որ բան դնելու փոխարեն, բայց ոչ մի դեմոկրատական բան չդրվեց։ Այդ առումով համաձայն եմ, այո, որովհետև մեծ հաշվով սա կարելի ասել անկանխատեսելի գործընթաց էր։ Անկանխատեսելի գործընթաց էր, անկանխատեսելի խաղացողներով, որոնք եկան եւ փաստորեն ակտիվություն սկսեցին դրսևորել մերձավոր տարածաշրջանում, հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում, իսլամական արմատականությունն էլ իր հերթին փաստորեն փորձեց ակտիվություն ցուցաբերել եւ այս առումով այս անմխիթար վիճակը եւ անկանխատեսելի վիճակը համընդհանուր է այս տարածքներում։ Իսլամական պետությունը ինքնուրույն է շարժվում, թե ինչ որ մեկը կա, որ remote control ունի, այսպես ասած, ասեմ Մասուլը վերցրեք, բայց չգիտեմ, Կոբանին մի վերցրեք եւ այլն։ Լավ հարց եք տալիս, գիտեք ոնց է երևում, կարելի ասել չկան ուժեր, որոնք կան ուղղորդումներ, բայց ուղղորդումները հիմնականում կայանում են, ասենք հարվածների տեսքով, որոնք զսպում են, ասենք 2013 թվականին օգոստոսին նրանք շարժվեցին դեպի Էրբիլի վրա, Հյուսիսային Քուրդիստանի մայրաքաղաքի վրա, այստեղ խաղին միացան Միացյալ Նահանգները իր կոալիցիոն օդուժով եւ սկսեց ռմբակոծություններ իրականացնել։ Ռմբակոծությունները այնպես իրականացվեցին, որ ուղղակի իսլամականներին հասկացրեցին, որ դուք գործ չունեք Էրբիլի հետ։ Եվ նրանց բացօրեն հայացքը ուղղեց այլ հատվածներ, օրինակ։ Նրանք ինչ որ բաներ խրախուսում են, թե ասում են ինչ ուզում եք արեք։ Չէ, խրախուսել միանշանակ չէ, բայց հարվածների միջոցով եւ որպես գործոն արդեն այն ուղղորդելու որոշակի միտումներ ես նկատում եմ։ Դե այստեղ Հայաստանում շատ է խոսում, որ նրանց Թուրքիան է աջակցում, դա իսկապես այդպես է։ Ես այդ կարծիքին չեմ։ Թուրքիան չէր կարող իրեն թույլ տալ իր սահմանին ունենալ իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով առաջնորդվող նման իսլամական պետություն։ Դա կարծում եմ Թուրքիայի համար գլխացավանք է։ Բայց հիմա Թուրքիայի վարքագծում նկատելի է, որ իր համար առաջին թիրախը միանշանակ դա քրդերն են եւ նրանց դեմ հայտարարված է իսլամական պետության կոալիցիային միացել է իսլամական պետության դեմ պայքարում, բայց ավելի շատ ակտիվություն ցուցաբերում քրդերի դեմ։ Բայց աջակցություն միգուցե ժամանակին 2011-12 թվականին, երբ որ աջակցությունը եւ տարածաշրջանում եւ արտատարածաշրջանում նկատելի էր ընդդիմադիրների ճամբարին ուղղված, բայց սա ուղղված էր զուտ ընդդիմադիրների ճամբարին, ոչ թե առանձին հատվածների։ Ասադի ընդդիմադիրների, հա։ Այո։ Իսկ այն որ ասում են նրանք, չգիտեմ, կռվում են այդ իսլամականները, հետո գնում են Թուրքիայում բուժվում են, հետո նորից գնում են կռվում են, դա ապատեղեկատվություն է, թե այդպես է։ Ապատեղեկատվություն չէ, Թուրքիայի սահմանը բաց է։ Թուրքիան միշտ հայտարարում է, որ ես իմ սահմանը բաց եմ պահում, որովհետև այնտեղից փախստականներ են գալիս եւ կարիք ունեն օգնության։ Այս փախստականների շրջանում մեջ կարող են լինել իսլամականներ, որոնք որ կառավարական ուժերի իսկ հայտարարված է Բաշար Ասադը պետք է տապալվի։ Նրանց չեն դիտարկում իսլամական պետության զինյալներ, նրանք դիտարկում են որպես ընդդիմադիրներ, որոնք կռվել են, վնասվածք են ստացել, նրանց պետք է բուժել եւ ուղարկել հետ։ Միացյալ Նահանգները, այսինքն Օբաման, հա, այսպես ասած ռիսկ չի անում սկսել նոր պատերազմ, որովհետև չի ուզում մխրճվել Իրաքից ու բանից հետո, թե պարզապես ուրիշ պատճառներ ունի, թե ինչու չեն սկսում ցամաքային օպերացիաներ իսլամական պետության դեմ։ Ես կարծում եմ պատճառներից ամենակարևորը նա է, որ նա ունի այդ դառը փորձը եւ Իրաքի եւ Աֆղանստանի, այսինքն մխրճվելով դու անկախատեսելի ես դարձնում զարգացումները եւ չգիտես թե ինչ տեղի կունենա։ Բացի դրանից
չպետք է մոռանանք, որ իսլամական պետության տարածքում հիմա բնակվում են մոտ 4-ից 5 միլիոն ունի 4-ից 5 միլիոն բնակչություն։ Եվ ռազմական գործողություններ սկսել նշանակում է դու թիրախավորես նաև նրանց։ Դրա համար չի, ասենք, օդային հարվածներ չեն հասցվում օրինակ Ալ-Ռակկա քաղաքին, իսկ մենք գիտենք Ալ-Ռակկան համարվում է Սիրիայում իսլամական պետության կենտրոնը, կամ Մոսուլ քաղաքին, 2 միլիոնանոց սուննիա բնակ քաղաք է։ Օդային հարվածներ այստեղ կարծում եմ անօգուտ է եւ անդրադառնական։ Իսկ ցամաքային գործողությունները առավել եւս գնալ նման ռիսկի եւ լրացուցիչ ռեսուրսներ ծախսել ռազմական գործողություններ իրականացնել քո զինվորներին զոհաբերես այնտեղ, կարծում եմ տրամաբանություն չկա։ Առավել եւս, որ այստեղ կան ուժեր, որոնք բավական արդյունավետ պայքարում են, ինչու օրինակ քրդերին չաջակցեց, իսկ հիմա դա նկատվում է, որոնք բավական հաջող պայքարում են այս կառույցի դեմ, օրինակ։ Ասացիք Մոսուլը 2 միլիոնից քաղաք, այսինքն Երևանից 2 անգամ մեծ, հսկայական քաղաք է։ Այնտեղ կան քրիստոնյաներ, ենթադրենք, կամ հայեր։ Հայերի հետ կապված վերջին ինֆորմացիան 2013-ի հուլիս ամիսն էր, երբ որ 67 ընտանիք ուղղակի հարձակման ժամանակ դուրս են եկել գնացել էին Էրբիլ, Հյուսային Քուրդիստան։ Այլ տեղեկություններ չունեմ, ըստ իս հավանաբար չկան, բայց քրիստոնյաներ անշուշտ կան փաստաթղթեր, որտեղ որ կարգավորվում է քրիստոնյաների եւ մուսուլմանների Մոսուլում իսլամական պետության տարածքում փոխհարաբերությունները։ Ես որքան գիտեմ, դու պիտի թուրք մուծես, դու կարող ես մնալ քրիստոնյա եւ թուրք մուծես։ Գլխարկ պետք է մուծես, դավանես քո կրոնը։ Չցուցադրես խաչ, զանգերը այնպես չհնչեցնես, որպեսզի մուսուլմանները լսեն, չփորձես համոզել այլ քրիստոնյաների, որոնք որ փորձում են ընդունել իսլամ, չընդունեն իսլամ եւ այլն։ Ռուսաստանը փոքր ինչ ակտիվություն է, հա, ցուցաբերել Լաթակիան վերականգնելով օդանավակայանը եւ այլն, հնարավոր է որ մտնի կռվի մեջ Ասադի եւ Ալևիների կողմից։ Իմ կարծիքով ոչ։ Ակտիվ ռազմական գործողությունների կարծում եմ ոչ։ Չնայած արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում բազմիցս եւ լուսանկարների եւ տեղեկություններ են, բայց այդ օգնությունը ռազմական միշտ էլ եղել է, որովհետև Ռուսաստանը Տարտուսում ունի ռազմաբազա եւ նա փաստորեն համալրում է իր զինատեսակները, փոխում է հավանաբար նոր ռազմուժը, այսինքն որոշակի process-ներ, որոնք կապված են ռազմաբազայի հետ, բայց ակտիվ ներգրավել կարծում եմ դա մի ամտություն կլինի Ռուսաստանի կողմից։ Առավել եւս որ չգիտես Սիրիայում ինչ է տեղի ունենում ընդհանրապես։ Այսինքն մխրճվել մի բանի մեջ, որ անծանոթ է քեզ, ես կարծում եմ սխալ է։ Իրանը, հա, արևմուտքի հետ մերձենում է կամ կարող է մերձենալ, այդ շրջանակներում նա կարող է ավելի ակտիվ մասնակցել իսլամական պետության դեմ պայքարի մեջ։ Ես կարծում եմ այո։ Կարծում եմ այո, Իրանի դերակատարումը չպետք է նսեմացնենք, նա դեռևս փորձում է որոշակի process-ների մեջ մասնակցել եւ լուծում տալ սիրիական հակամարտությանը, որովհետեւ նրա համար իհարկե ցանկալի է որպեսզի Բաշար al-Ասադը մնա իշխանության, կամ անայն դեպս ալավիները մնան իշխանության, շիադավան ալավիները, եւ նրան այս պատժամիջոցների հետ կապված սանկցիաները, որոնք որոշաբուկ թեթև թույլատնեն նրան եւ ավելի շատ ուշադրություն կսևեռեն նաեւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վրա, որը որ կարծում եմ նախկինում էլ էր բավական ակտիվ։ Հիմա էլ կշարունակի Իրանը նման քաղաքականությունը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ստեսյուն։